Pourquoi une école à Paris? Ինչու դպրոց Փարիզում։ Արնուվիլում ես Փարիզի հայկական եկեղեցու խորհրդի նախագահն էի։ Գիտեք, Արնուվիլը փոքր քաղաք է Փարիզի հյուսիսում, որտեղ շատ հայեր են ապրում։ Հայաշատ են նախ Ալֆորվիլը, հետո Իսի-լե-Մուլինոն եւ երրորդ քաղաքը Արնուվիլն է։ Իսի-լե-Մուլինոն ուներ իր հայկական դպրոցը։ Ալֆորվիլը նույնպես, բայց Արնուվիլը չուներ հայկական դպրոց։ Առաջին պատճառը դա էր։ Երկրորդ պատճառը, լինելով եկեղեցու նախագահը, ես մի բան էի նկատել։ Մի ծածկ չկար, որի տակ կկարողանայինք հավաքվել, չկար։ Deuxième raison, en étant le président de l'église, je constatais une chose. Մենք հոգեհանգիստ էինք անում եկեղեցում, պատարակներ էինք մատուցում։ Դուրս գալիս բոլորն ասում էին ցտեսություն եւ ամեն մեկն իր գործին էր գնում։ Մինչդեռ մենք ցանկանում էինք միասին ժամանակ անցկացնել, մտքերով փոխանակվել, եւ մի օր Արնուվիլի քաղաքապետին, պարոն Միշել Օմասին, որին ես կոչում էի Օմասյան, ասացի մի սրահ եմ ուզում եմ մի բան կառուցել եկեղեցու դիմաց, եթե դու ինձ դա թույլ տաս, որովհետեւ հոգնել եմ։ J'appelle Omassian, très à l'écoute. Երբ անձրև է gալիս եւ հոգեհանգստի համար սենդվիչներ ենք բաժանում ոտքի վրա, հապճեպ, դա մեզ վայել չէ։ Si tu m'autorises parce que j'en ai ras-le-bol que la pluie tombe et que pour les requiem on distribue les sandwichs comme ça. Մի օր նա ինձ զանգահարեց։ Ասաց, գիտես, մի տպարան կա, որը վաճառվում է։ Չես ուզի գնել։ Ես պատասխանեցի, այո, ուզում եմ գնել։ Եվ մենք անցանք գործի։